Վաղոջան մոտդ մենթ է եկել, ուզմա տենա քեզ։ Ով ա որ։ Քրեականից է Վարուժը անունը։ Վարուժ։ Ասա թող գա։ Ծանոթ ենք։ Չեմ կարծում։ Ուրեմն քո գալու իմաստը չեմ հասկանում։ Սաղ աշխարհը կուրսի է, որ ես 10 տարուց ավելա գործերից յան եմ տվել։ Ազնիվ թոշակառուի կյանքով եմ ապրում։ Խնդալու բան ասեցի։ Շատ։ Լսի թոշակառու։ Մենք տեղեկություն ունենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում դու շատ ինտենսիվ հանդիպումներ ես ունեցել Թորգոմի ու Ռաֆի հետ։ Պետևել եք ինձ։ Քեզ չէ, իրանց։ Դա ուղղակի ինգերական հանդիպումներ էին։ Լուրջ ես ասում։ Ոնց էր Վարուժ։ Վարուժ։ Վարուժ, եթե ինչ-որ բան ունես իմ դեմ, ասա։ Թե չէ կհանդիպես փաստաբաններիս հետ։ Այդ փաստաբանը լավ ասեցիր։ Փաստաբան իրոք պետք կգա։ Բայց քեզ չէ։ Տաղուտ, Ալեքսին։ Ինչ է եղել տղուս, Ալեքսի ինչ կապ ունի։ Այսօր նրան ձերբակալեցինք։ Ինչի համար։ Առավել խոշոր չափերով թմրանյութ պահելու եւ իրացնելու համար։ Ես ինչ հեքիաթներ ես պատմում։ Ալեքսը կապ չունի ոչ նարկոտիկի, ոչ կրիմինալի հետ, ինքը շատ խելոք տղա է, ծրագրավորող, ինքը նույնիսկ իր սեփական ընկերություն ունի։ Այդ գիտեմ է, բայց փաստերի դեմ հո չես գնա։ Սարքում ես գլխիս։ Ոչ մի բան էլ չեմ սարքում։ Արդեն տևական ժամանակ է մենք հետևում ենք Պերջին։ Ապօրինի թմրանյութերի շրջանառության եւ իրացման գործի շրջանակներում։ Ինձ թվում է հասկանում ես ում մասին եմ խոսում։ Հա, կուրսի եմ հետո։ Քո տղեն լրիվ պատահաբար է հայտնվել մեր տեսադաշտում, երբ համաձայնել է տեղափոխի թմրանյութը։ Անուն ինչի պետք է Ալեքսը հետ աներ։ Այդ արդեն հետաքննությունը կպարզի։ Այդե Պերջին էլ ենք ձերբակալել։ Դու ինչ ես եկել ստեղ։ Քեզ փող ա պետք։ Ինչքան։ Ցանկացած գումար կտամ, որ տղես Բերդուն չհայտնվի։ Ինձ փող պետք չի։ Բա ինչ։ Սենց ասեմ, համագործակցություն։ Вообще չես ջոգում, ում հետ ես խոսում։ Լավ էլ ջոգում եմ։ Ես դու չես ջոգում, շրջապատդ ինչ է մտածելու, երբ իմանա, որ վաղոյի տղեն բարի գա։ Ես քեզ շանս եմ տալիս, որ տղուտ մաքուր հանենք ես գործից։ Իսկ դու կանես այն, ինչ ես քեզ կասեմ։ Փաստորեն չպայմանավորվեցինք։ Սպասի։ Եթե մենք ինչ-որ բան պետք իրար հետ խոսանք ու պայմանավորվենք, մինչև այդ ես ուզում եմ անձամբ տղուս հետ հանդիպեմ ու խոսամ։ Հա, այդ կարելի է կազմակերպել։ Երբ։ Թեկուս հենց հիմա։ Ես քեզ դրսում կսպասեմ։